Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում Դոնալդ Թրամփի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար։ Համապատասխան դիմումը ուղղվել է պետքարտուղարություն, շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ովքեր են նախաձեռնողները։ 60 կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, կոչ անելով օգտագործել Ազատության աջակցության ակտի հայտնի 907 ուղումը եւ այլևս Ադրբեջանին ոչ մի տեսակի ռազմական օգնություն չցուցաբերել։ Պատճառը, ինչպես ասվում է այդ նպատակում, ավելի քան 120,000 Արցախի հայերի հանդեպ իրականացված էթնիկ զտումն է, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիան եւ հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը եւ նրանց հանդեպ դաժան վերաբերմունքը։ Նախաձեռնողները 4 կոնգրեսականներ են՝ Մայք Լոուրեն, Ֆրենկ Պալոնեն, Գիզ Բալարակիսը եւ Գեյբ Համոն։ Նշեմ, որ նրանցից երկուսը հանրապետականներ են, այսինքն Մարկո Ռուբիոյի եւ Դոնալդ Թրամփի կուսակիցներն են, եւ դա շատ կարեւոր է ընդգծել։ Այս փաստաթղթի նամակին աջակցել են հայկական լոբիստական կազմակերպությունները, որոնք այժմ հատուկ ընդգծում են, որ այս նամակը համապատասխանում է նախանցած տարվա սեպտեմբերին, եթե չեմ սխալվում, Սենատում ընդունված Հայաստանի աջակցության ակտին, որի նախաձեռնողներից մեկը եղել է հենց Մարկո Ռուբիոն, ով այդ ժամանակ դեռևս սենատոր էր։ Եվ այժմ լոբիստական մեր կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են անում, նախ հիշեցնում են Ռուբիոյին իր այս հարցում ցուցաբերած սկզբունքայնությունը եւ կոչ են անում դրսեւորել հետեւողականություն այս հարցում։ Եվ ինչ որ բան կտա այս նախաձեռնությունը։ Դե սա ընդամենը նամակ է, բայց կարևոր է, որ սա հավանաբար փորձ է այսպես զոնդաժ անել, հողի ստուգել, թե ինչպիսին է նոր վարչակազմի վերաբերմունքը այս գաղափարի վերաբերյալ։ Եվ եթե նկատվի, որ վերաբերմունքը դրական է կամ չեզոք է, ընթացք կարող է տրվել այն արդեն օրինագծերին, որոնք կան կոնգրեսի երկու պալատների քարտուղարություններում։ Բանն այն է, որ նման բովանդակությամբ ժամանակին օրենքի նախագծեր են մշակվել եւ ներկայացվել։ Օրինակ, անցած տարվա ապրիլին կոնգրեսական Դիտա Տիտուսը նախաձեռնել էր մի օրինագիծ, որի համաձայն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն նույնպես Արցախում այդ հայաթափման քաղաքականության համար։ Փաստաթղթին ընթացք չի տրվել, բայց եթե, ինչպես ասացի, նկատվի դրական վերաբերմունք, հնարավոր է այս փաստաթղթին ընթացք տրվի։ Կամ օրինակ անցած տարի ամռանը 60 կոնգրեսականներ դիմել էին պետքարտուղարությանն ու Սպիտակ տանը, նույնպես կոչ անելով պատժել Ադրբեջանին Հայաստանի դեմ այդ ագրեսիայի եւ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար։ Այն ժամանակ Ալիևը վրդովվել էր եւ մեղադրել էր ամեն ինչում դեմոկրատներին, որոնց վարչակազմի օրոք էր ընդունվել այս նախաձեռնությունը։ Այժմ վարչակազմը ձևավորել են հանրապետականները, որոնցից շատերը, ինչպես ասացի, նույնպես կողմնակից են նույն քաղաքականության։ Եվ ինչպես կարող է վերաբերվել նման նախաձեռնություններին վարչակազմը, ինչ ենթադրություններ կան։ Դե որևէ կերպ առայժմ վարչակազմը իրեն չի դրսևորում այս հարցերում, բայց շատ կարևոր է, որ վարչակազմը իր վրա ճնշում է նկատում տարբեր կողմերից։ Օրինակ, այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովը հրապարակել է իր զեկույցը, որում անդրադարձ կա նաև Ադրբեջանին եւ այնտեղ ընդգծվում է, որ Ադրբեջանը նպատակաուղղված քաղաքականություն է իրականացվում Արցախում հայկական ժառանգությունը ոչնչացնելու, հայկական պատմական ճարտարապետական հուշարձանները քանդելու եւ նաև հիշատակվում է, որ կան լուսանկարներ տիեզերական, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը նպատակաուղղված է։ Նաև հիշատակվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատականները, որոնց համաձայն Ադրբեջանը մարդկության դեմ ռազմական հանցագործություններ է կատարել։ Եվ ամփոփելով բոլոր այս փաստերը, այդ կրոնական ազատությունների հանձնաժողովը կոչ է անում
նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ եւ նաեւ առաջարկում է նպաստել դրան, որ միջազգային կազմակերպությունների, օրինակ ՄԱԿ-ի պատվիրակները կարողանան մեկնել Արցախ եւ ծանոթանալ իրավիճակին այնտեղ։ Նաեւ առաջարկվում է, որ ԱՄՆ կոնգրեսում հատուկ խորհրդարանական լսումներ իրականացվեն այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալություն, Արծը։